բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության համար 356 որոշմամբ հուսաբուծության աջակցության ծրագրով համայնքին տրամադրված 4.973.000 դրամ գումարը եկամտային մասով, այլ եկամուտներ հոդվածում և ծախսերի մասում 0402 տողի գյուղատնտեսության հաշվի 42-41 հոդվածում արտացոլելու պահանջով, ինչպես նաև անհրաժեշտ է ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 0161 հաշվի 5129 հոդվածը նվազեցնել 1.800.000 դրամով և ավելացնել կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն հաշվի 5131 աճեցվող ակտիվներ հոդվածի։ Համայնքային մշակութային կենտրոն ՀՕԱԿ-ի սուբսիդիան անհրաժեշտ է ավելացնել շուրջ 5 միլիոն դրամով պայմանավորված տարվա ընթացքում 3.5 դրույթ հաստիքների ավելացմամբ։ Եվ նախադպրոցական ուսումնական հաստատություններին առաջարկում եմ յուրաքանչյուրին 1-ից 2 միլիոն դրամ ավելացնել պայմանավորված տարվա ընթացքում խմբերում երեխաների թվի ավելացմամբ, ինչը առաջացրել է սննդի և այլ ծախսերի ավելացում։ Այսքանը։ Կա հարցեր։ Հաստատել։ Երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 26 թվականի տեղական զորքերի վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին բնականաբար փոփոխություններ չունենք, նույն կարգով հաստատում ենք, եթե հարցեր կասեք, եթե չէ հաստատենք, այսինքն ֆիքսենք տարեկան նույն տեղատուքերը, նույն վճարները մնում անփոփոխ, որևէ բարձրացում ավելացում չի լինում, նույն ձև շարունակում ենք հաստատել։ Կողմ դեմ ձեռնպահ չկա։ Երրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմով գանձվող վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ներկայացնենք, նույնը որևիցե փոփոխություն չունենք, նույնը հաստատում ենք։ Հաստատել։ Կողմ դեմ ձեռնպահ չկա։ Չորրորդ հարցը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի պիոներների փողոցի թիվ 1 հասցեն Գագարին միջնակարգ դպրոցի կառուցման, Գայի փողոցի 67 հասցեն բազմամնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների, Սևան համայնքի Վարսեր բնակավայրի վարչական սահմաններում Սևան-Երևան մայրօղու 54-55 կմ 66 հողամասի բնազդեցակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վերահսկողության գնահատման հաշվետվությանը նախնական համաձայնության տալու մասին ներկայացնել Այսինքն նավականին նախնական համաձայնություն է տալի, որ շարունակեն իրենց հանրային լսումները։ Հաստատել։ Կողմ դեմ ձեռնպահ չկա։ Հինգերորդ հարցը Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գործողման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին։ Բայց ես հետ չէ լիք ու իմանալի, հա, հաստատեցինք։ Վեցերորդ հարցը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սիմոնովկա բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Ես էլ հաստատեցինք, կողմ դեմ ձեռնպահ չունենք։ 7-րդ հարցը Սևան համայնքի ղեկավարի 16 թվականի մարտի 23-ի թիվ 13-ին որոշում ուժը գործած ճանաչելու մասին։ Ես էլ Չէ, հիմա այսինքն որ խոշորացում է տեղի ունեցել, բնականաբար արդեն մի գլխավոր հատակագիծ ենք ունենում, մի գլխավոր փաստաթուղթ ենք ունենում։ Այն ժամանակ մենակ Սևան համայնքի համար է հաստատվել, հիմա արդեն հաստատվում է ամբողջ խոշորացված համայնքի համար։ Որոնք ունեցել են գլխավոր հատակագիծ, բոլորը
Այդ ուժը գործա, որտեղ մենք միասնական ունենք միկրոռեգիոնալ հաստատում։ Այդ էլ հաստատեցինք, դե 9-րդ հարցը չենք անդրադառնում, նիստը կտեղեկացնենք։ Ես մի բան տեղեկացնեմ, բնականաբար արդեն տարեվերջ է մոտենում, մեր գլխավոր ֆինանսական փաստաթուղթը արդեն շրջանառության մեջ է դրվել, մեր բյուջեի քննարկումները արդեն մեկնարկել է, նաև տեղի կունենա հանրային լսումներ, ես խնդրում եմ նաև մեր համայնքի ավականներին, նաև բնականաբար հանրային լսման ժամանակ շահագրգիռ բոլոր քաղաքացիներին, եթե ունեն ուզող հարցեր, մոտեցումներ մեր ֆինանսական փաստաթղթի հետ կապված, մենք արդեն քննարկումների մեջ ենք, ներկայացված է, փաթեթները բոլորին բաժանված է, նախնական համաձայնություն գտանք եւ մյուս նիստին արդեն մեր տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կհաստատենք, եթե այդ ընթացքում կլինի հարցեր, արդեն կարող եք քննարկումներ անել։ Դեկտեմբերի 2023-ին հանրային լսումն ոչ բիզնես կենտրոն։ Հանրային լսումը վերաբերում է բյուջե 26-ի նախագծին։ Օրակարգի հարցերը սպառված է, ունենք դիմումների քննարկում, Տիկին Ղուկասյանին չունենք, ունենք հրատապ դիմումներ։ Ունենք բնակիչներից դիմումներ, ուրեմն երկու դիմումը վերաբերում է բնային կենդանիների անկման դեպքերին, եկահարկադի մոտ եւ հարկության պատճառով, մյուսը գայլահարձակվող ոչխարների վրա։ Վարսեր բնակավայրիցը դիմումը եւ Դդմաշեն բնակավայրի բնակիչը խնդրում են որոշակի փոխհատուցում։ Դե կտանք նախնական համաձայնություն տվեք ամեն մեկին որոշակի ֆինանսական հաջորդը Վարսեր բնակավայրից էլի երկու դիմում ունենք, կայծակի հետևանքով տանվիքի էլեկտրասարքավորումների հետ կապված ունեն բնականաբար շարքի դուրս են եկել, խնդրում են Դեմդ հանձնաժողովով քննարկեք, կհասկանանք ինչքան որոշակի օգնություն կտանք։ Հաջորդը հիվանդության հետ կապված Դդմաշեն բնակավայրից երկու քաղաքացի են գրել, հիվանդության հետ կապված պիտի գնան հիվանդանոց։ Օգնության դիմումները հասկանալի է արդեն, քննարկեք հանձնաժողովով որոշակի Սպանդարյան կարմիր բանակի փողոցների բնակիչների կողմից, ստեղ արդեն անասունների հոտի պատճառով բազմի ճանապարհի բնակիչների կողմից է, թաղամասը վերածվել է մասնատեղի խնդրում են միջոցներ ձեռք առնել։ Պարոն Մարգարյան, հանձնարարակը թող հասկանան, տեսնենք ինչ ենք կարող անել։ Եթե մի ճանապարհն անասունները տանվի, Դե դրա համար ասում եմ, քննարկենք ասֆալտապատ ճանապարհը գոմախտից քայքայում։ Դե հիմա այդ իրականությունն է, փաստ է, բայց ավելի բաներ չունենք անել։ Դե հիմա մենք էլ ենք հասկանում, մեր ափսոսն էլ է գալի, բայց հիմա բնական բաներ կա, որ որևիցե բան չենք կարող անենք, ինչ կանենք։ Հիմա ճանապարհը ասֆալտապատվել է, անասուն են տանել, ինչ կարանք անել։ Ճանապարհը տանում Չէ, ասում է բանը, թամենը այդ թաղամասով երկու հոգի անասուն տանում, բայց ամբողջ օրը Այս պիտի ասեմ, քաղաքի մեջ էր ասեմ։ Իհարկե։ Դե կոնկրետ կլինեն դեպքեր, բայց ամեն դեպքում մի հատ է ուսումնասիրեք, բայց եթե տարբերակ չկա, հիմա ինչ անենք, մարդկանց չենք ասելու անասունները։ Իհարկե, բոլոր տեղերը անասուն են, բոլոր տեղերը գնում են։ Լավ, ամեն դեպքում քննարկենք, կտեղեկացնենք, չունենք էլ հարցեր։ Օրակարգը սպառված է, Հասմիկ ջան, անջատի։ Ես նաև երկու բառով անդրադառնամ, բնականաբար տարին մոտենում է ավարտի, ֆինանսատնտեսական բաժինը նորմալ է այս պահին, մեր նախանշված տեմպերով գնում է եկամուտների կատարման առումով, բայց նաև առիթից ելնելով ես ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնանք ամենամեծ խնդրալից հարցերից մեկին աղբանության վճարների հետ կապված եւ նաև մի երկրորդ խնդրի մասին խոսեմ եւ սահմանափակենք, մենք բնականաբար ավականյալ որոշում ունենք կայացված, քանի որ արդեն նոր պայմաններով աղբանությունը սանիտարական մաքրումը կատարվում համայնքում, արդեն խնդիրներ առաջացել մեր բազմաբնակարան շենքերի այդ լուկերը, մեր վերանով ասենք փակելու համար, ես խնդրում եմ նաև որոշակի դուք էլ անդրադարձ կատարեք եւ ազգաբնակչության շրջանում եւ հայտարարություն տանք, դա ուզենք չուզենք մի քիչ ուշ, մի քիչ շուտ հասնելու ենք նրան, որպեսզի փակվի ինքը արդեն, քանի որ պայմանները փոխված է արդեն։ Բնականաբար նաև հասկանում ենք ազգաբնակչության այն հատվածին, որը բարձր հարկերում ապրում, որոշակի կարող է իրենց համար խնդիրներ առաջանում, անհարմարություն է լինում այդ աղբը տեղափոխելու առումով, բայց նաև այլ ելքեր չի մնում, ելի եմ կրկնում, ուշ թե շուտ հասնելու ենք նրան, որ այդ աղբատարերը պիտի փակվի շենքերի մեջ։
ես խնդրում եմ նաև տվել ենք դրա համար էլ ասում եմ որոշումը կայացրել ենք ամեն դեպքում մի հատ նորից մեկ անգամ եւս անդրադառնանք այդ խնդրին եւ աղբանության վճարների հետ կապված հիմա էլի տեսեք նաեւ բողոքներ ենք ստանում որ 9-րդ հարկ 7-րդ հարկ բայց հիմա որ շենքը հանում նայում ենք ինչքան աղբանության գումարներ ունեն պարտ նաեւ ասում ենք որ ժողովուրդ ջան պահանջները շատ լավ է էլի բոլորը պահանջներ ունեն մենք է որպես համայնք բնականաբար ընդունում ենք քննադատություններ թերություններն էլ խնդիրներ էլ կան իհարկե ով ասում որ իդեալական է ով ասում որ ամեն ինչ ունենցա ոնց որ պատկերացնում ենք մենք էլ ահագին հարցերի մեջ ունենք նաև մենք ինքներս դժգոհ ենք հա բայց նաև կա կարևոր փաստաթուղթ որ նաև թողը մարդիկ թիմուտեն որ այդ պահանջներից առաջ են ես խնդրում եմ նաև այս հարցով հնարավորության դեպքում դուք էլ ազգաբնակչության հետ առնչվելուց նաև միտքը ասեք ավարտված է ժողովուրդ ջան ինչ ասենք ստեսյուն